Ժողով վարչապետ Փաշինյան Նիկոլը պատրաստում է իր կյանքի երկրային առաքելության ամենակարևոր պահի իրականացմանը, դա հայ առաքելական եկեղեցու վերացումն է։ Իսկ դրա համար նրան պետք է ամայի դաշտ, պետք է դաշտը ամայացնել, որպեսզի հնարավորինս քիչ գլխացավով ազատվի պոտենցիալ փորձանքից։ Եվ նա շատ հաջող գործում է այդ ուղղությամբ։ Դե Ծառուկյանն արդեն չկա։ Ու Ծառուկյանը դուրս չի գա նստած տեղից, Ծառուկյանի ոչ մի բիզնես չի գործի, ոչ մի կենթանի Ծառուկյանի ազատություն չի ստանա, այսինքն չի վերադառնա հայրական օջախ, քանի Հայաստանում ժողովարդապետ էր աշխատում Փաշինյան Նիկոլը, իսկ թե ինչի ինքը հենց Ծառուկյանի հետ դաժանվարվեց, ես խոսել եմ մի անգամ, որովհետև Ծառուկյանը իր կյանքի հիմնական բարերարներից մեկն է։ Իսկ Փաշինյան Նիկոլի ցեղատեսակը պատժում ավելի շատ բարերարներին, քան թշնամիներին, որպեսզի բարոյական պարտավորություն չունենա։ Օրինակ այսօր հարցաքննությանն հրավիրվե դաշնակ Հրանտ Մարգարյանը, ինչ-որ քրեական գործ են սարքել գլխին 2-3 տարի առաջ ինչ-որ հարցազրույցում ասելա, որ դե ես ինչ արել, երևի ասելա, որ սրանից պետք է ազատվել բանան, դե հիմա դա ուզում են որպես բռնության կոչ, որպես տերորիստական ակտ ներկայացնել, նո ասինքն ինչ արեցին Միքայել Սեփազանի դեպքում։ Դա գիտեք ինձ ինչն է զարմացնում, Հրանտ Մարգարյանը արդեն գոյություն չունեցող մարդ է, երկու հսկայական անձնական ողբերգություն տեսավ այդ մարդը, տղայի մահը, վերջերս էլ մի ամիս առաջ կնոջ մահը, այդ մարդը ինչ վտանգ ունի քեզ ներկայացնի արա, այդ մարդը սիրտ ու հավաս ունի, գնա հրապարակ հավաքի, բան անի, չէ, բայց Նավսյակի, հա, ռուսներն ասում են, նրան էլ աչերվակ ասում։ Շատ վտանգված է Սաղաթելյան իշխանի ազատությունը։ Թույլտվություն են խնդրում, որ նոր ազգային ժողովից պետք է խնդրեն փակին։ Գրեթե 100%-ով լուծված է Նարեկ Կարապետյանի կալանքը։ Ինչ-որ 30 միլիոն են սրանք հայտնաբերել ընտրական ժամանակահատվածում Հայաստան ներմուծված, հիմա ուզում են դա ձևակերպեն որպես ընտրակաշառքի փող, թե ոնց է Նարեկը փողը բաժան ընտրումներին, այսինքն մեկը ինձ, հա, ու դե մի բան կանեն, կարծում եմ շահորժիներ կգտնվեն, որոնք կասեն, հա, մենք Նարեկից փող ենք վերցրել, բան մանես կգտնվեն, մի քանիսը չի, 100-150-ակի կգտնվի։ Իսկ ավելի մանրակրկիտ ապացույցների կարիք ոչ ոք չունի։ Քոչարյանը Черномырдին ասում էր трудно делать прогнозы в особенности на будущее, բայց դե կարելի է հստակ ասել, որ հոկտեմբեր ամիսը Ռոբերտ Քոչարյանը տանը չի լինի։ Այսինքն սա քաղաքական դաշտը ամայացնում է բոլոր ակտիվ այն ագրեսիվ փոքրամասնությունը, ես մի անգամ խոսել եմ դրա մասին, այդ ճապոնական սկզբունքա, որ պատերազմի ժամանակ Մանժուրիայում մեր ճապոնացի գիտնական մտնում է ճամբար, որտեղ գեյների չարություններ են միշտ անում եւ այլն, մի քանի 100 հոգու ընտրում է գնդակահարության համար, այդ ագրեսիվ փոքրամասնություն, հա, որոնք ի վիճակի են բունտ կազմակերպել, ինչ-որ շարժում նախաձեռնել, սկսել ու վերջացնել, դրանց վերացնում են այն մյուսները հանգստացնում են։ Հիմա սա նույնն է անում։ Այն մարդիկ, ովքեր ի վիճակի են լուրջ քաղաքական շարժում, փողոցային շարժում գեներացնել, այն մարդկանց փակում է։ Դե բնականաբար Կարապետյանի ֆրակցիայից մենակ Նարեկով չի սահմանափակվի։ Դեռ ես չգիտեմ այդ ֆրակցիան ելով կա այդքան ճարպիկ, որը եւ կյանքում է, եւ գրագետ է, եւ ինչ-որ հանրային կշիռ ունի, ինչ-որ մի բան իրենից ներկայացնում է, բայց դա մենակ Նարեկով չի բավարարվի։ Եվ նաև չմոռանանք, որ այդ
հոգի, որ ձերբակալվեց, դրանից 70-ը այսօր կալանավորված է։ Այսինքն Դոկտոր Կարապետյանը Փաշինյան Նիկոլի բանտերում ունի 70 հատ շատ ակտիվ հանրային գործիչ։ Շատ ակտիվ, որոնք ի վիճակի են այդ փողոցը գեներացնել եւ հասնել հաղթական ավարտի։ Եվ դրանից հետո երբ ոչ մի հանրային վտանգ չսպառնի նրան, դրանից հետո ինձ թվում է Կարապետյանին է կփակի, Սամվել Կարապետյանին։ Եթե զգաց, որ նրա տանը մնալը, նրա հյուր ընդունելը, նրա մոտ գնալ գալը իրան գլխասավը պատճառում Կարապետյանին է ինչ-որ մի պատրվագով կուղարկի KGB-ի պատվալ։ Եվ դրանից հետո նա Փաշինյան Նիկոլը կանցնի իր կյանքի ամենակարևոր գործի իրականացմանը, ուրեմն հիմա արդեն կարելի է հստակ ասել, որ սրան Հայաստան ուղարկել են երկու գերնպատակով, առաջինը Արցախը հանձնի, ինչը արդեն արել է, երկրորդը վերացի եկեղեցին, որովհետև եկեղեցին սպառնալիք է, եկեղեցին ռևանշիզմի բուն է, եկեղեցին ազգ ու ժողովուրդ համախմբող է, եկեղեցին ազգային ինքնության կրող է, այդ ամեն ինչը պետք չի թուրքերին և թուրքերի վերադասներին։ Այսինքն նրանց heç պետք չի ռևանշիստ հայ ժողովուրդ, միասնական հայ ժողովուրդ, ողնաշար ունեցող հայ ժողովուրդ, ինքնություն ունեցող հայ ժողովուրդ։ Դրա համար ինչ պետք է եկեղեցին վերադասել։ Իսկ Սյունիքի հարցը արդեն գրեթե լուծված է, Սյունիքը այնքան կարևոր չի Փաշինյանը, որովհետև թրիպի այդ ալիքների տակ Սյունիքը կխուլդվի կգնա։ Թրիպը հենց Սյունիքի օտարման համար է, չէ՞, թե չէ գոնե հայերի համար որևէ տնտեսական էֆեկտ չունեցող զիբիլ բան է, ես այդ մասին էլի խոսել եմ, որ այդ 40 կիլոմետրով դուք այդ իշքան գազ պիտի քաշեք, այդ իշքան գազ պիտի մղեք դեպի Նախիջևան կամ հետո այդ գազը ձեզ տա, որ դուք ինչ-որ փողի մեջ լողանաք կամ այդ ինչ բեռներ պիտի անցնեն դեղից։ Ես որ դա միֆ է, թե ամենակարճ ճանապարհը Եվրոպայից արևելք կամ հակառակը Հայաստանն է։ Հետո ասես, որ Ճապոնիայից Ֆինլանդիա Հայաստանով պիտի հասնես ամենակարճ ճանապարհը։ Այդ ինչ իմացություն է։ Թեկուզ Ճապոնիայից Ֆրանսիա, Չինաստանից Ֆրանսիա, այդ Չինաստանից Աֆրիկա գուցե եւ սա հարմար մարշրուտ է։ Եթե չօգտվեն Պակիստան, Աֆղանստան բանով։ Ես որ այդ ամեն ինչը միֆ է, այս տաղանդավոր ժողովրդին ապուշացնելու միտքա, թե ամենակարճ ճանապարհը մերն է, ամենա ձեռնտումերն է, չէ, այդ թրիպը դա զուտ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, հսկայական նշանակություն ունի թուրքերի համար, բացառապես թուրքերի ու անգլոսաքսերի համար, որովհետև դա թուրանն է, որ կա։ Եկեմ դե որևէ տնտեսական պոտենցիալ այդ պրոյեկտը չունի, հատկապես հայերի համար։ Պատկերացրեք 1000 կիլոմետր գազի 1000 կիլոմետր 1000 խորանարդ մետր գազը 1000 կիլոմետր մղելը Ռուսաստանում արժի 50 ռուբլի։ Լավ, ասենք $50, դուք 1000 կիլոմետրը չունեք 40-ը։ Էդում կամ այդ ինչքան գազ պիտի մղեք, որ փող աշխատի։ Ինչև է դա միֆ է։ Այսինքն Սյունիքի հարցը լուծումը մի Փաշինյան Նիկոլը իր կյանքի ամենակարևոր երկրորդ գործն է անելու, վերացնելու հայ եկեղեցին։ Ինչ կանե ինքը դրանից հետո։ Երբ տեսավ, որ փողոցի վտանգ չկա, բոլոր հանրային դեմքերենը ստացեն կամ փախացեն, դե ինքը գնա մի օր 5000 նոսնախիր հետը կվերցնի իր հավատարիմ ընտրողներից մի 5000 քճարի KGB-ի ոստիկանության ուղեկցությամբ կգնա մայրաթոր վեապարին կասի 2 ժամքի ժամանակ ազատես այս տարածքը, դե նա չի ազատի, սա է կկալանավորի, հետո բոլորից կասի թե ապե ժողովուրդը պահանջելա գնամ վեապարին հեռացնեմ հայ առաքելական եկեղեցի ռեֆորմացիան եմ, ինչ եք գծի թողնում։ Ժողովուրդը պահանջելա, չէ։ Այն որ ինք իրավունքները իր ծրագրի մեջ այդ բանը գրել, որովհետև դա հայաստանյան կառույց չէ, հայ առաքելական եկեղեցի, դա վերազգային կառույց է։ Այդ նույնն է, ոնց որ հայկական քաղաքական ուժի իր ծրագրի մեջ Վատիկանի ռեֆորմը բան արի։
իր ծրագրի մեջ Վատիկանի ռեֆորմից խոսի։ Կամ ինչ-որ Դալայ Լամայից խոսի։ Բայց դա Փաշինյան Նիկոլի համար ինչ նշանակություն ունի։ Կասի ժողովուրդը պահանջել է, որ հայոց կաթողիկոսը պետք է հեռանա։ Ես թազա կաթողիկոս պետք է նշանակեմ, հետո շատ նոր կանոնագիր պետք է գրվի, ես պետք է դա խմբագրեմ։ Եկեղեցին է Պերի պետությունից անջատ կմնա, բայց կլինի իմ գրպանային գործիքը։ Սփյուռքի հետ հարաբերությունները կխզվեն, եկեղեցին կպառակտվի, գոնե Հայաստանում գոյությունը կդադարեցնի, կդառնա Փաշինյան Նիկոլի ինչ-որ մի ֆիլիալ, եւ հարցը կլուծվի։ Հիմա ինչ կարելի անել այս պարագայում։ Ես կարծում եմ, ամենաճիշտը վեհապարը հեռանա Հայաստանից, իր հետ տեղափոխելով մայրաթորը։ Այսինքն որտեղ վեհապարն է, այնտեղ մայրաթորն է, չէ, ասենք Մոսկվա։ Լավ, Մոսկվա պետք չէ, ինչ-որ մի նեյտրալ չեզոք եվրոպական երկիր։ Մենք աթոռ ունենք Վիեննայում։ Թող գնա Վիեննա, մայրաթորը տեղափոխի Վիեննա։ Կամ Բրազիլիա, որտեղ ունենք աթոռ, եւ երկիրը բան չլինի, էլի, Եվրամիության երկիր չլինի։ Այսինքն քաղաքականապես Եվրամիության երկիր չլինի, ՆԱՏՕ-ի երկիր չլինի, որ պրոբլեմներ չունենա։ Ինչևէ, ինչ որ միտեղ գնա, մայրաթորը հետ տեղափոխի, բոլոր մեր արտասահմանյան թեմերը կճանաչեն, կշարունակեն ճանաչել նրան որպես ամենայն հայոց կաթողիկոս, կընդունեն նաև մայրաթորի տեղափոխումը ժամանակավոր, իսկ եւ նաև հայաստանյան թեմերը, որոնց թեմակալներին չհասցնեն ձերբակալել։ Հիմա պատկերացրեք, եթե գործը հասավ դրա մեր 9 թեմը, այն տիրադավներից բացի, 9 թե 8 թեմա մնացել, նրանք շարունակում են հավատարիմ մնալ գործող կաթողիկոսին, ասում են, չէ, մենք դեռ չենք ճանաչում տիրադավներին, եւ արդյոք նրանք քրեական քրեորեն կպատժվեն։ Այսինքն դժվար է այսօր ասել, թե իրավիճակը ոնց կզարգանա, ես ուղղակի ուզում եմ ասել, որ երբ սա սկսեց զբաղվել եկեղեցով, իսկ նոր խոսում ենք, թե երբ նա դա կսկսի։ Միակ ճիշտ փրկության ճանապարհը դա վեհապարի արտագաղթն է։ Վեհապարի էմիգրացիան է, ինչ-որ մի նեյտրալ երկիր, որտեղ աթոռ ունենք եւ մայրաթորի տեղափոխումը։ Թող աշխարհի, հայերի աշխարհի մեծամասնությունը թող ճանաչեն որպես մայրաթոր Գարեգին երկրորդի աթոռը, իսկ այստեղ Փաշինյան Նիկոլի ինչ խուժանություն կանի, Քիվիրյան Արգիշտիկի հորը կկարգի կաթողիկոս, թե Պադլեստեր Արամին, թե ինչ, դա արդեն էական չէ, եւ եթե իրոք կաթողիկոսը գնա այդ քանի եւ կարողանա գոնե մայրաթորը դրսում պաշտպանել, դա հետո հիմք կլինի, գոնե դրսում չպառակտվի եկեղեցին։ Իսկ մեր թեմերի մեծամասնությունը դրսում են։ Դա արդեն հիմք կլինի եկեղեցու ռեստավրացիայի սրանից հետո։ Ինչ ասեմ, իսկ սրա հարցի լուծումը տեսնում եք գրագիտ է աշխատում, շատ գրագիտ է աշխատում։ Շատ գրագիտ։ Չեզոքացումը ագրեսիվ փոքրամասնություն է։ Այսինքն չեզոքացում է այն ուժը, որը պոտենցիալ իր գլուխի ջարդող է։ Օրինակ Սերժ Սարգսյանը տես չէր անում, նաև Քոչարյանը։ Նրանք գիտեին, որ գրանտակերները իրենց դեմ են, բայց թե գրանտակերներին չէին փակում, չէին վերացնում, որպես դասակարգ, որպես ցեղատեսակ։ Ասում են դա լակոտները ինչ է, որ մեզ ինչ անեն։ Թե ինչ էին այդ լակոտները, մենք բոլորս տեսանք ինչ արեցին։ Բայց ինքը գործում է ամերիկյան սկզբունքով, իսկ ամերիկյան սկզբունքը որն է, դա Ստալինին է վերագրում, нет человека, нет проблем։
Հետա ամերիկացիք պոտենցիալ գլխասարվը հիմնովին վերացնում են, պետք եղավ գլուխն է հետը կտրել։ Ինչևէ հետևենք իրադարձությունների զարգացմանը, շատ թեժաշուն եմ սպասում։ Ամենակարևորը այս բանում իմաստուն եւ ճիշտ որոշումներ ընդունելն է։ Նախ ես նոր խոսեցի վերապարի էմիգրացիայի մասին եւ մայրաթորի տեղափոխման մասին, ես կարծում եմ ես ճիշտ եմ ասում։ Որովհետեւ մայրաթոր կճանաչվի այնաթորը, որտեղ վերապարն է բազմած, չէ՞։ Ուրեմն պետք է վերապարը մտածի էմիգրացիայի մասին։ Թող մի երկու հատ թափտպուկ կամ մի թափտպուկ տեղ ինքը բան նշանակի, կաթոլիկոս նշանակի, այդ ընտրություններ կազմակերպի, տեսնեմ այդ մեր 60 եպիսկոպոսից ով պետք է գա այդ ընտրություններին մասնակցի։ Ստիպված սրանք կեղծ եպիսկոպոսներ պետք է արտադրեն, այսինքն Քիվիրյան Քավարյան Քյարամյան Արվիշտիկի հերը պետք է նստի խուժան կեղծ եպիսկոպոսներ նշանակի, որով կարողանա ընտրություններ անցկացնել կաթոլիկոսի կեղծելա, ինչևէ հուսանք, որ մեր հոգևոր հայրերը ճիշտ որոշում կընդունեն, ճիշտ կգործեն։ Դե ընդդիմությանն է ինչ ասենք, ընդդիմությանն է պետք է մտածել լուր գործողությունների մասին։ Ինչ անենք հիմա, Պավել Սուդապլատով չունենք, չունենք Ֆիդել Կաստրո, չունենք Չե Գևարա, հաշտվենք մեր ընդդիմադիր գործիչների առկայության հետ, օգնենք նրանց, որ փորձենք համոզել ճիշտ ուղի նշել դրանց համար, որպեսզի ժամ առաջ այս Փաշինյան-Նիկոլ Չարիգ վարչապետից կարողանանք ազատվել, հակառակ դեպքում Հայաստան չլինի մի քանի տարուց 31 թվականի ընտրություններին ոչ ոք թող չսպասի։ Այսքանը, բաժանորդագրվեք իմ Տելեգրամյան եւ յութուբյան ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։